Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Վերջին օրերին տարածված խոսակցությունները Սոֆի Դևոյանի անձնական կյանքի շուրջ անպատասխան չեն մնացել։ Սոցցանցերում հետևորդները հարցեր են ուղղել նրան, փորձելով պարզել, արդյոք համապատասխանում են իրականությանը իր եւ ամուսնու բաժանման մասին լուրերը։ Հարցերից մեկին լուրերը ճիշտ են, որ դուք բաժանվել եք, Սոֆի Դևոյանը պատասխանել է կեսկատակ ձևով։ Նա հրապարակել է իր եւ ամուսնու համատեղ լուսանկարը, գիծ գրելով. «Փոխեք ալիքը, նորմալ լուրեր լսեք»։ Այս կերպ Դևոյանը ոչ միայն հերքել է շրջանառվող լուրերը, այլև հումորով արձագանքել դրանց, ցույց տալով, որ իր անձնական կյանքում նման փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Նա հրապարակել է նաև սիրառատ մի հոլովակ գիծ գրառմամբ. «Մեր էս տեսակ երեկոները»։ Առաջարկում ենք դիտել այն առանց մեկնաբանության։ Պարոհի Սոֆի Դևոյանը հրապարակել է իր հարսանեկան սպասված լուսանկարները գիծ գրելով. «Շատ սպասված նկարներ է»։ Հիշեցնենք, որ նրա հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 2025 թվականի օգոստոսին և լայն քննարկումների առիթ դարձել համացանցում։ Սոֆին այդ օրն առանձնացավ իր օրիգինալ և ոչ ստանդարտ հարսանեկան զգեստով, որն անմիջապես գրավեց հանրության ուշադրությունն ու դարձավ քննարկումների թեմա։ Star News-ը սիրով ձեզ է ներկայացնում օրվա գեղեցիկ ու հիշարժան կադրերն առանց մեկնաբանության։
Գրիգորյանին հյուր էին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը և Սոֆի Դևոյան կրտսերը։ Ինչպես արդեն Star News-ը տեղեկացրել էր, Սոֆի Դևոյանը վերջերս ամուսնացել է և զրույցի ընթացքում խոսք եղավ նրա ամուսնուց։ Տատիկն էլ անկեղծորեն կիսվեց իր կարծիքով. «Գլոբալ բաներից չի վախենում կյանքում։ Ես մարդու հետ առաջին հանդիպումից արդեն շատ բան եմ հասկանում։ Վստահ եղեք, ինձ համար պարզ է ով է ինքը։ Ինչ բնավորություն ունի, շարժուձևից, հայացքից։ Մարդու հետ կես ժամ շփվելուց հետո արդեն զգում ես։ Ձեռքից պինդ, շռայլ, բարի թե չար մարդ է։ Այդ կես ժամվա ընթացքում կարելի է շատ բան նկատել, եթե, իհարկե, դու հոգեբանությունից փոքր-ինչ հասկանում ես։ Հատկանշական է նաև նշել, որ հաղորդման ընթացքում տատիկը մեղմորեն խոսեց Սոֆիի ամուսնությունից հետո տանը տիրող տրամադրության մասին, որ մի փոքր տխրություն և անսովոր դատարկության զգացողություն կա։ Նման զգացողության մասին վերջերս խոսել էր նաև Զարուհի Բաբայանը սրտի տանիքներով հաղորդման շրջանակներում։ Քանի որ Սոֆին ամուսնացել է, իսկ եղբայրը սովորում է Չինաստանում։